Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն, ինձ հետաքրքիր է այս շրջանակային համաձայնագրի միանալուց հետո Հայաստանի տարածքում բնակվող խոշոր կատվազգիների կյանքը փոխվում է, թե չի փոխվում եւ ինչպես է փոխվում։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ինչպես նշեցի, միանալուց անմիջապես հետո ես չեմ կարծում, որ կենտանիների մոտ մենք փոփոխություն կնկատենք առհասարակ իրենց պայմաններում, բայց սա շատ մեծ հնարավորություն է խորացնելու մեր միջազգային համագործակցությունը գործընկերների հետ։ Ոլորտում կան երկրներ, որոնք համարում են առաջամարտիկները ուսումնասիրությունների առումով, գիտելիքների առումով եւ հիմնականում գիտելիքների փոխանցումը տեղի ունենում նմանատիպ կոնվենցիաների եւ համաձայնագրերի համագործակցության շրջանակներում։ Միանալու հիմնական գաղափարը սա էր։ Իսկ միավորման դեպքում մենք ինչ-որ պարտավորություն, պարտականություն որպես պետություն վերցնում ենք ու օրինակ մեր շատ հայրենակիցներ սիրում են տանը խոշոր կատվազգիներ պահել, այս վավերացումից հետո իրենք կարողանալու են էլի տանը պահել, թե արդեն չեն կարողանալու պահել, այս մենք պարտավորություն վերցնում ենք, թե միայն ուղղակի տենց բարի կամքի արտահայտման մասին համաձայնագիր է։ Վայրի կենտանիների պահպանումը տնային պայմաններում արգելված է եւ մենք հիմա էլ ունենք սահմանված բոլոր նորմերը եւ համաձայնագրին միանալով հավելյալ նոր սահմանափակումներ չեն կիրառվելու։ Մենք արդեն իսկ գործող բոլոր սահմանափակումները, որոնք նախատեսված են հիմնականում միջազգային գործընկերների մոտ, Հայաստանի Հանրապետության նույնպես սահմանված։